տեսեք, խոսեցին դրանից հրաչքի պտտվելուց։ Հրաչքը պտտվել է նրանից հետո, երբ որ անկանոն շարժումներն է ձեր ասած եղել, թե մինչև դարի։ Պատվորման դատարան նույն ես հարցում, նույն ձևակերպումով։ Ես ուրեմն չեմ լսել, եթե պատասխանել է, խնդրում եմ, եթե դժվար չի Երաշտական ձեր ճշգրտումը ձեր բանը ինքը պտտվել է, նշեցի, որ ուսին հալված է ստացել։ Չէ, հարցս դա չէր, խնդրում ասեք, ասում եք անկանոն շարժումներ եմ սկսել անել, ասում եմ անկանոն շարժումներ անելուց հետո է պտտվել ինքը։ Անկանոն շարժումների հետևանքով, որ ոտքով հալված է ստացել ուսին, ծաղկում։ Դրանից հետո է։ Բնականաբար պտտվել է, ու դրանից հետո մյուս գործողությունները հայոյանքների բանի հետո են, որ նախասուշացում տալու։ Արգելդական, ես խնդրում հնարավորություն ընձեռվի տեսանյութը նայելով հարցեր տալու իրենց գործողությունները և գործողությունները մեր գործող պարկաստական տեսանյութը, որը շատ ավելի բոլորի համար, հատկապես ձեր համար ավելի հասկանալի կդարձնի։ Տեսանյութը շատ կարճ է, մեքենայի դրվագն է, միացնենք ու իմ գործողությունները տեսնենք, ոստիկանների գործողությունների և դրա հետ կապված և միգուցե նաև հիշողության հարմարություն կլինի վկայումով, ուժողումով։ Մենք նույն ձեր կարծես թե արել ենք, հրաչքի մասով տեսնենք միացնենք։ Մանրամասն նայել ու հարցերն են։ Իրոք ժամանակ կտևի, կարծում եմ ինքնը պետք է իրան Կողմերի կարծիք։ Պատվարժան իմ կարծիքը հետևյալն է, այդ դրվագը այս մեղադրանքում ներառված դեռ ավելի իմ կողմից նշեց, որ այդ դրվագով առանցիկ քրեական վարույթ է քննվում, այսինքն այն հարցադրումները պատվարժան դատարան, որոնք կարող էին կապ ունենալ դրան նախորդող փաստական հանգամանքների հետ, իմ կողմից առարկություններ չներկայացրեցին դրա վերաբերյալ, այսինքն այն փաստական տվյալները, որոնք կարող էին կապվել մեր մեղադրանքի հետ, այդ հարցադրումները հնչեցրեցին, դրանց պատասխանները տրվեց ուժովի կողմից։ Հիմա այդ դրվագը, որի վերաբերյալ տեսանյութը միջնորդվում է, որ նայենք, այդ դրվագը կապ չունի այս մեղադրանքի հետ, դուք էլ նշեցիք դրան կապված հարգելի պարոն Վարդան, այսինքն դա դատավարության մասնակիցների կողմից որևէ ձևով քննարկման առարկա չի։ Հիմա այն կապը մեր գործող մեղադրանքի և դրա հետ որն է, այն կոպիտ ասած կապերը, որոնք կարող էին լինել, դրանց վերաբերյալ հարցադրումներ հնչեցվեց և դրանց վերաբերյալ պատասխանները տրվեց։ Պատվարժան դատարան, կարծում եմ, եթե կան կապող ինչ-որ հարցեր մեր մեղադրանքի հետ, այդ հարցերին կարող են տրվել և պատասխանել, եթե ոչ, ապա կարծում եմ առհասարակ վերաբերական չի, դեռ ավելի դրա հետ կապված այն քրեական հարուստ է քննում, որտեղ նույն մարդիկ կարգավիճակներ ունեն դատավարական շնորհավորություն։ Այստեղ շատ ժամանակ հատկացվեց խոսակցություններում ուժովի հետ, բնականաբար, որտեղ եկել է միայն մեքենայում ու նաև ինչ-որ որակումներ տրվեցին ինձ հետ կապված, իմ գործողությունների հետ կապված, անկանոն շարժումներ, հայրանքներ և մնացած է, որը այստեղ ես հասկանում եմ, որ մեղադրողը կարող է դա չուզենա, բայց ինձ համար շատ կարևոր է, որ այդ տեսանյութը նայելով ուժովը բացատրի իրենց գործողությունները, որտեղ բաներ կար, մեղմ ասած, չի մեկը մյուսի հետ։ Ձեզ ներկայացված մեղադրանքի շրջանառում Ինձ ներկայացված մեղադրանքի շրջանառում էին ամեն ինչ այստեղ խոսում այն չի դրան ասել չէ։ Այդ մեղադրանքը ինչ-որ ձեզ ներկայացվում է։ Ես գիտեմ, որ այստեղ կա ում հետ ես առնչվել եմ միայն մեքենայում։ Հետևաբար այդ դրվագը այնքան է կարևոր է, որ ես մարդուն ներառվել որպես դուշ չուսմացնող իհարկե կարևոր է այդ տեսանյութը։ Եվ նաև Այստեղ կարող եք ուղղակի դուշովին, որովհետև այդ արդեն 4 կամ 5-րդ անգամ կլինի նույն տեսանյութը մեկ վայրկյան, նույն տեսանյութը էլի շուտ դուք հիշատակում եք լինի 4 կամ 5-րդ անգամ, եթե ոչ ավելին, որովհետև այդ դատական լիստերի, որոնք որ դուշովներ են ներկան, ինձ իրենց ներկայացան են 4-5 անգամ դանդաղեցրած կադրերով բանալի չէ։ Պատվարժան դատարան, բայց դա պարոն Խաչատրյանի արձագանությունն է, մենք խոսում ենք պարոն Հովհաննիսյանի արձագանության մասին, իդեպ պատվարժան դատարան տեսանյութն է, մի տեսանյութ չի, որ մենք հիմա նոր պետք է ներկայացնենք, հանրային
մասը իդեպ հետևաբար ինքն էլ նպատակարար գտե, չէ՞ որ այդ տեսանյութը լինի։ Ամբողջ միշտ դատական վարույթում նշված տեսանյութը եղել է զննության առարկա, հարցաքննություն է իրականացվել նաև այդ տեսանյութի, այսպես ասած ուսումնասիրման դրա շրջանակներում։ Հիմա ի վերջո նաև մենք կարող է պարոն Հովհաննիսյանից այնպիսի տվյալ ստանանք, որը նույն մինչ ավտոմեքենայի իրադարձությունների հետ կապված էական նշանակություն ունենա։ Էական, ես չեմ կարող կանխատեսել դա որն է, բայց կարող ունենա։ Բացի այդ պատվարժան դատարան իդեպ նաև կարելի է, եւ ես օրինակ երկրորդում եմ Լևոն Քոչարյանի նշված դիրքորոշումը, որ նաև գազելի հատվածի տեսանյութը եւս ուսումնասիրել, որովհետեւ ի վերջո նաև պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ նշված հատվածին եւ դրա հետ կապված օրինակ իսկապես մի հատ նույնականացում իրականացնել, որ գործողությունները պարոն Խաչատրյանի իրականացրած խեղդելու հնարքի հետ կապված էս գնահատականը տենց է տալիս, բայց կարող է այլ լրիվ գնահատական ատրվում։ Պարոն Ջոմարձյանի գործողություններին էլ անդրադառնանք, որտեղ ինքը այդ հատվածում շատ ակտիվ կա։ Իդեպ կարող է պարոն Հովհաննիսյանը նաև մեզ ցույց տա իր գտնվելու վայրը նույն այդ տեսանյութից ելնելով, որտեղ կարող է առասարակ գազելի մոտ չի եղել։ Միգուցե լրիվ հակառակ կողմն է եղել։ Մի խոսքով այսքանը շնորհակալություն։ Դիրքորոշումները, որ